Հարավամերիկյան ցեց անվանումով փոքրիկ այս թրթուրը վտանգում է լոլիկի բերքը, վնասում բույսի տերևները, ցողունները, սնվում պտուղներով։ Արդյունքում նվազում է բերքատվությունը, լոլիկը կորցնում է ապրանքային տեսքն ու շուկայական արժեքը։ Մասնագետների գնահատմամբ վնասատուի դեմ արդյունավետ պայքարի համար միայն քիմիական միջոցների կիրառումը բավարար չէ։ Անհրաժեշտ է, որ ֆերմերները տիրապետեն վնասատուի վաղ հայտնաբերման, մշտադիտարկման եւ կառավարման ժամանակակից մեթոդներին։ Այդ նպատակով էկոնոմիկայի նախարարության առաջարկով Արարատի մարզի լոլիկ արտադրողների համար Corner Business պլատֆորմը ԻԱԴԱՄ ծրագրով անցկացնում է հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի թեմայով դասընթաց։ Էկոնոմիկայի նախարարությունը այս տարի նախաձեռնեց լոլիկի ցեցի պայքարի միջոցառումների իրականացման ուղղված խորհրդատվական ծրագրի իրականացում ԻԱԴԱՄ ծրագրի միջոցով, որի շրջանակներում խորհրդատվություն կտրամադրվի ֆերմերներին, լոլիկի մշակությամբ զբաղվող եւ նաեւ կտրամադրվի ֆերոմոնային թակարդներ, դասընթացները կանցկացվեն տեսական եւ գործնական նաեւ դաշտում եւ կտրամադրվեն նաեւ տեղեկատվական գրքույկներ։ Տեսական դասից հետո մասնակիցներն արդեն դաշտում ծանոթանում են ֆերոմոնային թակարդների տեղադրման, կիրառման եւ մշտադիտարկման առանձնահատկություններին, ինչպես նաեւ քննարկում վնասատուի դեմ պայքարի արդյունավետ մեթոդներն ու հաջողված փորձը։ Դասընթացին իմացանք, որ ավելի ճշգրիտ պայքարի ձևերը եւ մեթոդները մենք ստացանք, նորություն է եւ այն կկիրառենք եւ կստանանք ավելի բարձր բերք։ Մասնակիցներից շատերը բախվել են այս խնդրին եւ վստահեցնում են նման դասընթացները կարեւոր են, քանի որ եւս մեկ անգամ համոզվում են, որ անհրաժեշտ է վնասատուների դեմ իրականացնել համալիր պայքար ճիշտ ժամանակին եւ համապատասխան միջոցներով, ինչպես նաեւ օգտագործել առողջ ու որակյալ սացիլներ։ Շատ կարևոր է ու ես ողջունում եմ, որ այս ծրագիրը նորից փորձում է էկոնոմիկայի նախարարությունը իրականացնել, որովհետեւ վնասատուի հասցրած վնասը ահռելի չափերի է, թե պտղի որակի, թե պտղի բերքատվության հետ կապված։ Հայաստան եւ ռոկվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի եւ Արմավիրի մարզերում ԻԱԴԱՄ ծրագիրը ֆինանսավորում է Եվրամիությունը, իրականացվում զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ։ Ծրագրի տեխնիկական աջակցության բաղադրիչը ռազմավարական զարգացման գործակալությունն իրականացնում է մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ։ ԻԱԴԱՄ ծրագրի շրջանակներում նախարարություն արձանագրեցին շատ ահազանգեր լոլիկ մշակող ֆերմերների կողմից, ովքեր որ ահազանգում էին, որ վերջիններիս դաշտերում տարածվել է հարավամերիկյան ցեցը եւ այս դասընթացը, որը կազմակերպել ենք մեր ծրագրի շրջանակներում, ըստ էության արագ արձագանքման դասընթաց էր, որպեսզի հնարավոր լինի շտապ կանխարգելել, քանի որ նմանատիպ վնասատուները իրանք 80-ից 100% կարող են բերքը վնասել։ Էկոնոմիկայի նախարարությունը նման ծրագիր իրականացրել է նաև 2019 թվականին ֆերմերներին տրամադրելով վնասատուի դեմ պայքարի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ ու խորհրդատվություն։ Ծաղկանուշ Միրզոյան, Ժիրայր Հավետյան, լուրեր։